Սամվել Կարապետյանը, եթե տեղյակ եք իհարկե, արդեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, թե սպասում է, որ ուժեղ Հայաստանը ունենա սահմանադրական մեծամասնություն կամ բացարձակ մեծամասնություն, այդ 2/3 պարլամենտում իրականացնի փոփոխություններ եւ ավանսով չհրաժարվի մյուս անձնագրերից, այլ միանգամից այդ ժամանակ հրաժարվի եւ այդ ժամանակ նշանակվի վարչապետ։ Ես կարծում եմ Նարեկը Կարապետյան բավականին հստակ է ձևակերպել, որ Սամվել Կարապետյանը լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համապատասխան։ Բայց հիմա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ես մի շատ հետաքրքիր առաջարկ կանեի, որ տեսեք, եթե Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված ակնհայտ ապօրինի խափանման միջոցը, այս պահի դրությամբ տնային կալանքը նախքան այդ 200 օր եղել է կալանքը որպես խափանման միջոց, եթե այն րոպե շուտ վերացվի եւ հնարավորություն լինի օրինակ այդ թվում նման հարցերը, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ուղղեն Սամվել Կարապետյանին, կարծում եմ հենց ամենաճիշտ հասցեատերը ինքը։ Նա կարող հայտարարությամբ ասել, ինքը հրաժարվել է մյուս անձնագրերից, թե չի հրաժարվել կամ անձնագրից։ Նշված հարցի վերաբերյալ պատասխանը շատ հենց ամենաարդյունավետ ձևը կլինի, որ հենց Սամվել Կարապետյանը իր խոսքը հարցազրույցի կամ այլ ձևաչափով։ Մյուս անձնագրերից։ Ես կարծում եմ այն պատասխանը, որը տվեցի, առավել քան հետաքրքիր է եւ հստակ է։